Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ հեշտ պատրաստվող, համեղ և տոնական աղցան։ Հավի մսով և եգիպտացորենով աղցան է, բայց տարբերվում է իր յուրահատուկ համով։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 500 գրամ պահածոյացված եգիպտացորեն, 500 գրամ խաշած հավի միս, հավի միսը կարող եք կտրատել կամ ձեռքով բզկտել մի փոքր ավելի մեծ կտորների։ Այստեղ ունենք 320 գրամ քամած մածուն, դուք կարող եք փոխարինել մայոնեզով կամ թթվասերով, 50 գրամ կտրտած սոխ, 120 գրամ մանր կտրտած ընկույզ, 2 պաճ ճզմած սխտոր, 1 բաժակ կտրտած համեմ, 1 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ սև պղպեղ և կես թեյի գդալ խմելի սունելի։ Հիմա ինչ ենք անում, հերթով խառնում ենք բաղադրիչների մի մասը, մյուս մասը հետո ենք խառնելու, ավելացրեցի հավի միսը, եգիպտացորենը, ընկույզը, կանաչին և կավելացնեմ նաև սոխը, իդեպ սոխը կարող եք օգտագործել նաև կանաչ սոխ, ես հաճախ կանաչ սոխով եմ պատրաստում, ահա և քամած մածունի մեջ պետք է բոլոր համեմունքները խառնենք, այս տարբերակով շատ ավելի լավ է ստացվում, այստեղ ավելացրեցի սխտորը, հիմա աղը, պղպեղը և խմելի սունելին, այս բոլորը կխառնենք միասին, այսպես թանձրուկ կպատրաստենք մածունով և նոր կավելացնենք մնացած բաղադրիչներին։ Կարևոր պայման է, որպեսզի լավ խառնված լինի համեմունքները, մի կողմում չմնա աղը, մյուս կողմում պղպեղը, այլև այսպես լավ խառնում ենք և հետո նոր ավելացնում ենք մնացած բաղադրիչներին և հետո միասին կխառնենք և մեր աղցանը շուտով պատրաստ կլինի։ Իդեպ այստեղ ուզում եմ մի շատ կարևոր բան նշել հավի մսի վերաբերյալ, երբ որ խաշում եք հավի միսը, խորհուրդ եմ տալիս հենց այնպես չխաշել, եթե աղցանի համար պիտի պատրաստեք։ Ես երբ որ պետք է աղցանի համար պատրաստեմ, անպայման հավը երբ որ դնում եմ եփվելու, ավելացնում եմ դափնու տերև, հատիկ սև պղպեղ և աղ։ Այս դեպքում երբ որ եփվում է նման համեմունքներով լի ջրում, շատ ավելի համեղ է ստացվում աղցանը, որովհետև այդ համային համադրությունը շատ ավելի համեղ է դարձնում հավի միսը։ Խորհուրդ եմ տալիս, որպեսզի դուք էլ, եթե հավի միսը պետք է աղցանների համար օգտագործեք, այդ տարբերակով անպայման եփեք, նոր օգտագործեք։ Ահա և մեր աղցանը պատրաստ է, վերջնական կձևավորենք, ես ձևավորեցի ընկույզով, իսկ դուք ինչպես ցանկանում եք, կարող եք այնպես էլ ձևավորել այս համեղ աղցանը։ Մի փոքր կտրտած կանաչիներ կարող ենք ավելացնել, այսպիսի գեղեցիկ տեսք տալու համար։ Ահա և վերջնական տեսքը մեր աղցանի, շատ գեղեցիկ և տոնական տեսք ունի։ Ասեմ, որ համը չի զիջում տեսքին, անչափ համեղ է, հատկապես երբ պատրաստված է քամած մածունով, ավելի յուրահատուկ համ ունի այս աղցանը։ Խորհուրդ եմ տալիս դուք էլ փորձեք հենց քամած մածունով, որովհետև ավելի առողջարար տարբերակ է այս տարբերակով և իդեպ շատ համեղ է։ Եթե հավանել եք տեսանյութը, չեք մոռանում սեղմել լայք։ Շնորհակալություն, որ դիտում եք իմ տեսանյութերը, ցտեսություն, կհանդիպենք շուտով։